ինչ են սովորաբար երգում իշխանության քարոզիչները, ԿՊ-ականները, ԿՊ-ի արբանյակ եվրոպամետ կուսակցությունները, ԿՊ-ի արբանյակ ՀԿ-ները եւ այլն։ Նրանք սովորաբար երգում են հետեւյալ երգը. մենք առաջադեմ ենք, մենք եվրոպամետ ենք, մենք ժողովրդավար ենք, վաղը մյուս օրը Եվրամիության անդամ կդառնանք եւ այլն։ Բայց դա չի կարող սքողել ներկա իշխանությունների, կասեի գարշահոտ, գբիստական, չեկիստական բնույթը։ Այդ նույն քարոզչական բրիգադը օրը 10 անգամ կրկնում է Պուտինի անունը։ Իբր բոլոր Փաշինյանի բոլոր անդիմադիրները, անդիմախոսները նրանք Ռուսաստանի Կրեմլի Պուտինի շպիոններն են։ Բայց իմացեք, եթե չգիտեք իհարկե, որ ձեր շեֆը Պուտինի ամենահավատարիմ հետևորդն է, ամենահավատարիմ աշակերտը։ Հենց նա է այդ չեկիստի գործի շարունակողը Հայաստանում։ Եվ եթե նա որևէ բանի համար չդատվի, ապա այս վերջին դրվագի համար կդատվի։ Չնայած հիմա ինքը առանց աչքը թարթելու բնականաբար ասելու է, որ դա ինքը չի, բայց երբ որ իշխանափոխություն լինի, այն մարդիկ, որոնց նա հանձնարարել է այդ կեղտոտ, բոլոր կեղտոտ գաղտնալսման գործերը, նրա դեմ մեծ հաճույքով ցուցմունք կտան։